Նախ ասեմ, ես այն քաղաքացիների թվին չեմ պատկանում, ովքեր ինչ-որ սպասումներ ունեին այս կառավարությունից, հենց առաջի օրը հայտարարել եմ, որ սա մեր կառավարման համակարգի այլևս հատակն է այս կառավարությունը եւ ինձ համար միանշանակ էր, որ այս կառավարությունը ժողովրդի հետ հասարակության պետական խնդիրների հետ կապ չունեցող կառավարություն է եւ դա ընդհանրապես օլիգարխիկ կառավարություն է։ Ուստի եւ ինչ որ սպասումներ, որ այդ սպասումները արդարանային կամ չարդարանային, իմ մոտ չի եղել։ Ես ի սկզբանե այդ սպասումները չեմ ունեցել եւ կարծում եմ որոշակի հիմք ուներ իմ այդ կարծիքը, որովհետեւ եթե մի իշխանություն, մի կառավարություն ձևավորվել է կեղծիքների արդյունքում, եթե մի վարչապետ կարելի ասել Հայաստանում ընտրակեղծարարության լավագույն կազմակերպիչն է, մի վարչապետ, ում հարստությունը ըստ էության որքան իր գործադիր ոլորտում պաշտոնը բարձրացել, այնքան հարստությունը միանգամից մեծացել է, այդպիսի վարչապետից դրական սպասումներ ես կարծում եմ շատ քչերը որ պետք է որ ունենային։ Անկախ ձեր սպասումներից, առավել եւս, որ այն ինչ խոսում են, ես չէի սպասում, որ այդպես կարող է լինել, այսինքն ստվերի կրճատում ես չէի սպասում, որ կարող է լինել։ Կուտակայինի հետ կապված խնդիրների լուծում ես չէի սպասում, որ կարող է լինել։ Ինչ որ նոր ռեֆորմներ ես չէի սպասում, որ ինքը պետք է իրականացնի, այդպես էլ կա։ Այսինքն ամբողջովին այնինչ խոսել եմ դրա շրջանակում տեղավորվում, որովհետև չեմ կարծում Հայաստանում այսօր որևէ մեկը լրջորեն ասի, որ մենք ստվեր ենք կրճատել։ Հա, փոքր միջինի վրա կարող է մի քիչ հարկ ավելացրել ենք, ինքը մի փոքր ավելի շատ հարկ բերի դաշտ, բայց վաղը չեմ իսօրը այդ ճակերտավոր կրճատումը ինչ ձևով է անդառնալու փոքր ու միջինի վրա, կարծում եմ ակնհայտ է լինելու։ Այդ փակումների շարքը շարունակվելու է։ Փոքր եւ միջին բիզնեսի փակվելու շարքը նկատի։ Այո։ Ճիշտ է, այնտեղ մի փոքր կարծեք թե հարկային որոշակիորեն բեռը թեթևացեցին փոքր բիզնեսի համար 1%, եթե հիշում եք, բայց դա որևէ խնդիր չի լուծելու խոշոր հաշվով այլևս վերցրը, որովհետև խնդիր ոչ միայն հարկային օրենսդրություն, այլև կիրառումը, մնացածը, թե փաստաթղթավորումը ոնց են անելու, ինչ է լինելու, այսինքն իրավիճակը այնպիսին է, որ այդտեղ խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել։ Այլ չեմ խոսում նա մասին, որ խոշորի ստվերը ես համոզված եմ նույն ձևի էլ մնում է, որովհետև հենց այդ նույն կառավարության անդամների տարբեր ֆիրմաներ, երբ որ խանութ արտադրանք են բերում, էլի փաստաթուղթ չեն տալիս։ Վարչապետը նաև հայտարարել էր, որ սկսելու է իրենից եւ իր մերձավորներից հավասար դաշտի ստեղծումը։ Այո, ճիշտ ասած ես բարեբախտություն եմ ունեցել աշխատել Հովիկ Աբրահամյանի հետ ազգային ժողովում 4 տարի, այն որ ինքը լավ հումոր ունի, ես դա կարող եմ փաստել, ես կարծում եմ ինքը հումոր է դա արել եւ երկրորդ ինքը շատ լավ, այսպես ասեմ, արագ կարողանում է կոնտակտ ստեղծել։ Ես այդ ամենը դրա շրջանակում եմ տեսնում, բարձր որ նմանատիպ քաղաքականություն չէր վարվելու, հակառակ պարագայում ընտրություններն ինչ են կեղծում։ Պարոն Մարտիրոսյան, ասում եք հումոր է կա, ահի հումոր է արել, բայց հայտարարությունը վերաբերում է տնտեսության երկրի գլոբալ խնդիրները լուծելու վերաբերող հարցերին։ Դուք ասում եք հումոր է արել։ Վարչապետը նման Եթե իրենից պետք է սկսեր իր մերձավորներից այդ դեպքում ընտրությունները կեղծում էր, որ ինչ աներ։ Ընտրությունները հատուկ կեղծում են հենց պետական ռեսուրսները օգտագործելու համար, իշխանությունը սեփական հարստացման օգտագործելու համար, հակառակ պարագայում որևէ խնդիր չկար, որ ընտրությունները կեղծվեր։ Մնացած բոլորը, եթե հակառակ իշխանությունը ժողովրդի վստահություն ունենում է, ինքը ավելի լավ է կարողանում նույնիսկ շատ ցավոտ ռեֆորմներն իրականացնել։ Ուստի կարծում եմ այդ իրավիճակը մեզ դժբախտաբար այս բան չի սպառնում, որ վարչապետը իր հարազատների մերձավորներից սկսել է ինչ-որ բան անել։ Առավել եւս ինքը շատ հստակ նաև հայտարարեց, որ պարտադրի հետ կապվածներ լուծվելու,
բայց մենք տեսանք խայտառակ ձևով որոշակի փոփոխություն այնուամենայնիվ օրենքում արեցին։ Դա ընդհանրապես այսպես ասեմ շարժումը մասնատելուն ուղղված քայլն էր, որտեղ տեսակ պետական հատվածը մասնավոր հատվածից առանձնացրեցին։ Սկզբում պարզ է որ պետական հատվածը շատ հեշտ է լինելու որոշակիորեն այդ դաշտի մեջ տեղավորել եւ պարզ է նաև որ դա իր հերթին հետագային բերելու է նրան, որ արդեն երբ որ մասնավորի նկատմամբ դա կիրառվի եւ մասնավորը նորից ոտքի կանգնի, այդ դեպքում արդեն պետականի մարտիկ, պետական համակարգի ներկայացուցիչները այլևս չպայքարեն, ինչպես նախորդ անգամ։ Դա մասնատման քաղաքականության իրականացում էր եւ ոչ երբեք խնդիրի լուծման։ Խնդրի լուծման համար կարծում եմ ակնհայտ է, որ բոլորովին այլ քայլեր են պետք, ինչը պարզ է ուղղակի ինքը չի անելու։ Կարծես այդ քայլով հնարավոր եղավ շարժումը մի փոքր կասեցնել, մարել կամ թուլացնել, հա, որովհետև այս ընթացքում պայքար չի նկատվում։ Կառավարությունը հասավ իր նպատակին, շարժումը թուլացրեց։ Եթե խոսքը վերաբերում է կուտակայինի դեմ ուղղված շարժմանը, այո, սահմանադրական դատանի որոշումը եւ հետագա քայլերը որոշակի բաժանում, այսպես ասեմ, հանդարտություն բերեցին, բայց ես հույս ունեմ, որ դեմ մի շարժման երիտասարդները հասկանում են, որ արդյունքում եթե իրենք չշարունակեն պայքարը միասնական, նաև այսօր պետական համակարգի ներկայացուցիչների համար, թեկուզ իրենց այս բան վտանգ չի սպառնում, ապա իշխանությունների նկատմամբ իրենց պայքարը զուր է եղել, անարդյունավետ եւ հետագայում իրենք եւս այդ հարվածները կրելու են։ Պարոն Մարտիրոսյան, միգուցե 100 օրն էլ բավական չէ որոշ փոփոխություն տեսնելու համար։ Եվ միգուցե դա է պատճառը, որ 12 պայմանները ներկայացնելուց քառյակը սեպտեմբերի վերջը ժամանակ տվեց կառավարությանը։ Միգուցե դեռ պետք է աշնանը սպասել, որ նկատել որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ տեղի ունեցել։ Ոչ, դա միանշանակ ոչ, այսպիսի կառավարությանը մենք նույնիսկ կարող է 1000 օր էլ կամ ավելի շատ էլ սպասենք արդյունքների համար, բայց դա ուղղակի չի կարող լինել, որովհետև չի կարող լինել երբեք, որովհետև այն կառավարությունը, որը ձևավորվել է, դա այն իշխանության կառավարություն է, որը եկել է կեղծիքներով, որը մինչև հիմա զբաղվել է բացառապես պետական ռեսուրսների յուրացմամբ, մի քանիսի հարստացման համար եւ ոչ երբեք հասարակության խնդիրները լուծելու համար, պետական ինչ որ արտաքին շահերը սպասարկելու համար, հակառակը տեսնում ենք, որ այս ժամանակահատվածում նույնիսկ մեր արտաքին շահերը մենք չենք կարողանում այլևս սպասարկել, այս իշխանությունները չեն կարողանում, որտեղ չունենալով լեգիտիմություն, ճոճանակի նման մեկ արևելք, մեկ արևմուտք, մեկ հյուսիս, մեկ հարավ վազելով, կորցրել են նաև գործընկերության բոլոր ռեսուրսները եւ ընդհանրապես պետական շահերը իրենց անձնական իշխանությունը երկարաձգելու են ծառայեցնում։ Ոստի եւ ոչ միայն միջև աշուն, հաջորդ աշուն, որ ցանկացած աշուն կարող եք դուք թիրախ վերցնել, միևնույն այս կառավարությունը չի կարողանալու այդ խնդիրները լուծել։ Հայաստանում նմանատիպ խնդիրները լուծվելու միայն մեկ ճանապարհ կա՝ արմատական իշխանափոխություն։ Հակառակ պարագայում ես կարծում եմ Տիգրան Սարգսյանը որպես անձնավորություն շատ ավելի արեստավարժ էր, գիտելիքներով շատ ավելի հարուստ, միջազգային գործընկերների մոտ բավականին հեղինակություն ունեցող, բայց միևնույն է, քանի որ այդ կառավարությունը եւս պետք է լուծեր այն հարցերը, որոնք իշխանությունը իր արժեվ դնում էր, իսկ դա իր հարստացման խնդիրները լուծելն է, ապա եւ ինքը դա սկսեց կատարել շատ բարձր որակով, ինչը մեզ բացարձակ չէր բավարարում։ Ես կարծում եմ խորհրդանական ընդդիմադիր ուժերը այդ 12 կետերը, որին հիմա նաեւ գումարվել է էլեկտրոէներգիայի սակագնի հետ կապված կետ, ողջամիտ ժամանակ տվել են, որովհետեւ քաղաքական կամքի պարագայում այդ կետերը կարելի էր մեկ շաբաթում լուծել։ Մեկ շաբաթում քաղաքական կամքի արկայության պայմաններում, բայց պարզ է, որ այդ խնդիրները չի լուծվելու, իշխանությունը ինքն էլ այլևս հայտարարել, ել չեմ խոսում նա մասին, որ արդեն կուտակային հետ կապված լրիվ հակառակ քայլ կատարեց։ Ուստի ես հույս ունեմ, որ խորհրդանական 4 ընդդիմադիր ուժերը այդ 12 կետերի հայտարարությանը համահունչ աշնանակ սկսեն արդեն մեր քաղաքացիներից հարցնել, թե մեր հետագա քայլերը որոնք պետք է լինեն,
Ես մի փոքր համոզվածություն եմ, թե մեր քաղաքացիներն ինչ են ասելու։ Ինչ են ասելու։ Քաղաքացիների մոտ հիասթափություն կա ողջ քաղաքական դաշտի նկատմամբ կարծես թե։ Ոչ, սպասում կա, ճիշտն ասած, որ մենք ընդդիմադիրներով կկարողանանք միավորվել իրավիճակ փոխելու համար։ Քաղաքացիների մոտ սպասումները արմատական իշխանափոխությանն են ուղղված։ Դժբախտաբար ոչ միայն խաղաղ ճանապարհով են ցանկանում քաղաքացիները, այլև բավականին շատ են արդեն դարձել արյունալի ճանապարհով տերրոր ցանկացող քաղաքացիները, որը միանշանակ որպես քաղաքական գործիչ իմ համար ընդունելի չէ, առավել եւս որ ես տեսնում եմ, որ խաղաղ իշխանափոխության, համակարգային փոփոխության հնարավորությունը կա Հայաստանում։ Ընդհանրապես պետք է որ ընդդիմադիր ուժերը դուրս գան խորհրդարանական համագործակցության շրջանակից, արտախորհրդանական ընդդիմության հետ, հասարակական ուժերի հետ միասին մեր քաղաքացիների շատ ակտիվ մասնակցությամբ իրականացնեն երկրում արմատական իշխանափոխություն եւ համակարգափոխություն։ Կարծիքներ են հնչում, որ վերջին Ադրբեջանից եկող վերջին դիվերսիոն գործողությունների արդյունքում Ղարաբաղի խնդիրը սրվել է եւ չի բացառվում, որ 4 իշխանության ուժերը օգտագործելով այդ հանգամանքը դնելով Ղարաբաղի, այո, 4 ոչ իշխանական ուժերը օգտագործելով այդ խնդիրը ստիպեն իշխանություններին հրաժարական տալ, կա նման սցենարի ոչ իշխանական ուժերի մոտ։ Ընդդիմադիր ուժերը խորհրդարանում այս պահին 12 կետերի մասին հայտարարություն են արել։ Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ժառանգությունը միանշանակ դրա մասին հայտարարել է, որ մենք կողմ ենք իշխանափոխությանը, կողմ է Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը եւս հայտարարել է ամբողջական իշխանափոխության մասին, նկատի ունենալով ոչ միայն իշխանափոխություն, այլ նաև մեզ նման համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն, իրենք մի փոքր դա միասին են տեսնում, բայց ամենայն դեպս եւս կա։ Իսկ Բարոյգավաճ Հայաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ որևէ չքննարկվող խնդիր գոյություն չունի, այսինքն այո, բայց միաժամանակ չեն հայտարարել հրաժարական պահանջելու եւ իշխանափոխություն անելու մասին։ Այս պահին, բայց ընդհանրապես նաև դրա մասին է։ Իսկ ժամանակները շատ արագ փոխվում են։ Հույս ունեք, որ Աշունը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը կպահանջի եւ իշխանափոխություն։ Կարծում եմ ճիշտ կլինի սպասենք զարգացումներին, թե ինչ կլինի աշնանը, քիչ մնաց, կարծում եմ։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդիրը օգտագործելով իշխանափոխություն, բարեբախտաբար Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ չի եղել երբևիցե, որ շահարկի Ղարաբաղյան խնդիրը, հակառակը բոլորը մտահոգ են եղել Ղարաբաղյան խնդրով, Ղարաբաղով եւ իշխանափոխության համար հենց Ղարաբաղը պաշտպանելու հետ կապված նաեւ պահանջ կա, որովհետեւ այս իշխանությունները այլևս չեն կարողանում պաշտպանել Ղարաբաղյան խնդրի արդարացի լուծումը։ Ոչ լեգիտիմ լինելը իրենց շատ է խանգարում։ Այս կողմից այն կողմ ճոճանակի նման արտաքին քաղաքականություն իրականացնելը շատ է խանգարում։ Չէ՞ որ հենց Սերժ Սարգսյանն ասեց ժամանակին, որ այն քաղաքական գործիչը, որը կգնա մի կողմ, հետո կհայտարարի այլ կողմնորոշման մասին, այդպիսի քաղաքական գործիչը չի կարող երկար քաղաքական կյանք ունենալ։ Այնուամենայնիվ բացառում եք, որ զուտ Ղարաբաղյան խնդրի հողի վրա Աշունը ոչ իշխանական կուսակցությունները փորձեն ճնշել իշխանություններին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Ղարաբաղի հողի վրա չեմ կարծում, որ այսպես ասեմ արմատական ճնշում բանեցնեն, դա կարող է լինել այն դեպքում, երբ որ իշխանությունը գնա միակողմանի զիջումների պարզե։ Եթե այդպիսի խնդիր լինի, ոչ միայն խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերը, այլ ամբողջ հասարակությունը, հասարակական բոլոր շերտերը կկանգնեն։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրի սրացմանը, չգիտեմ, եթե իշխանությունը այդ պատասխանատվությունը իր վրա զգա եւ գնա արտահերթ ընտրությունների, նաեւ Ղարաբաղյան խնդիրը ձեռսպայելու համար այդ թուլացված իշխանության բարդույթից, իրավիճակից, ապա այդ դեպքում կարծում եմ դա եւս շատ նորմալ քաղաքական process կլինի, որովհետեւ թուլացված իշխանությունը միանշանակ է, որ այլևս չի կարողանում պաշտպանել Ղարաբաղյան շահը, Ղարաբաղի խնդրի հետ կապված հայկական շահը։